քուրեր եղբայրներ, ապրելով վերջի ժամանակներում, վերջի օրերի մեջ թող Աստված օգնե, որբեսի մենք Տերիցը սովորենք, առնենք, այսօր ինչ խոսք եկել ենք, Տիրոջը մեծարենք, օրնենք, փառավորենք, մեր Աստծուն պաշտենք, պաշտամունք մատուցանենք, խոնարհվենք սրտանց Տիրոջ առջև, նաև եկած ենք, որբեսի Տերիցը սովորենք, քուրեր եղբայրներ։ Դրա համար Մատթեոս ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոս հիշեցնում է, որ մենք պետք է իրենից սովորենք։ Սուրբ Գիրքը այսպես Մատթեոս ավետարանի մեջ ներկայացնում է, որ եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար, որպեսզի կյանքը ձեր մեջ ունենաք, սիրելիներ։ Աստված թող օգնե, սիրելիներ, որպեսզի ճշմարտության մեջ հաստատվելով կրանանք այս վերջացող օրերի մեջ, այս չար օրերի մեջ Տիրոջը մեծարենք, Տիրոջը օրհնենք, պաշտենք, փառավորենք։ Ես ուզում եմ այդտեղը կարդամ Մատթեոս ավետարան 11-րդ գլխի մեջ գրված է այսպես 27-րդ խոսքը 11-27 Ամեն բան ինձի է տրված իմ հորես, եւ մեկը չի ճանչնար որդին, բայց հայրը եւ մեկը չի ճանաչեր հայրը, բայց որդին, եւ ան, որուն որդին կամենա հայտնել։ Եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ պիտի տամ։ Իմ լուծը ձեր վրա առեք եւ ինձմե սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար, որպեսզի ձեր անձերում հանգստություն գտնեք։ Միակ ու միակ տեղը, այո, եղբայրներ, քուրեր, Տիրոջ մեջ է հանգստություն գտնելու համար շատ մարդիկ շատ վայրեր են գնում, քուրեր եղբայրներ, շատ իրանց միջավայրն են փոխում, շատ կերպերով ուզում են սիրելիներ ջան ունենան այս հանգստությունը, այս ապահովությունը, բայց Սուրբ Գիրքը Ծննդոց գրքի հենց սկզբի գլխների մեջ գրված է, որ երբ որ մարդը մեղանչեց, դառավ աստանդական եւ թափառական, սիրելիներ, չգտավ հանգստություն, հանգստության մեկտեղ չկար, սիրելիներ, բացի Տեր Հիսուս Քրիստոսի մոտից, բացի Աստծո ներկայությունից։ Դրա համար Տերը մեզ որպես իրեն ժողովուրդ կանչում է, հրավիրում է դեպի իրեն, որպեսզի մենք մոտենանք իրեն եւ իրանից սովորենք, իրենից առնենք եւ այդ կյանքը, այդ հավիտենական կյանքը ունենանք, սիրելիներ ջան։ Դրա համար Աստված թող օգնե ամեն մեկիս իր Սուրբ Հոգու զորությամբ, ողորմությամբ այցելություն անե, որպեսզի մենք մոտենանք Տիրոջը այս վերջի օրերի մեջ, տեսնում ենք, նկատում ենք, որպեսզի լինենք սուրբ, առնենք Տիրոջից, իր կամքը կատարենք, իր կամքի մեջ մնանք, եղբայրներ, քուրեր։ Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ մենք այս վերջի օրերի, վերջի ժամանակների մեջ առաքյալը հիշեցնում է, որ ինչպիսի ժամանակներ են գալու։ Միթե կրա երկրի վրա լավ օրեր, լավ ժամանակներ գա, սիրելիներ։ Դժվար թե։ Դրա համար Տիմոթոսի թղթում Պողոս առաքյալը հիշեցնում է, որ սիրելի ժողովուրդ ջան, հիշեցնում է, որպեսզի մենք կրանանք իր խոսքի մեջ ապրելով, այս վերջացող օրերը տարբերելով, զանազանելով, կրանանք դեպի ավելի իրեն մոտենանք եւ այս երկրավոր կյանքի մեջ լինենք սուրբ, մաքուր եւ անարատ, հաջեցնելով Տիրոջը, իրեն նմանվելով։ Առաքյալը հիշեցնում է Տիմոթոսին, երկրորդ Տիմոթոս 3-րդ գլուխ առաջի խոսքից։ Գիտիր, թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։ Վերջին օրերը ինչպիսի ժամանակներ պիտի գան, եղբայրներ եւ քուրեր։ Առաքյալն ասում է չար ժամանակներ պիտի գան։ Ինչպիսին է չար ժամանակները։ Եվ նայելով Սուրբ Գրքին, նայելով ներկայիս ժամանակներին, սիրելիներ, զանազանենք, արդյոք մենք ապրում ենք այդ վերջի օրերի մեջ, այդ չար ժամանակների մեջ, թե չէ։ Վասնզի որովհետև մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուկ, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, սիրելիներ։ Եվ առաքյալն ասում է, որոնք այս բաները ունին,
եւ սրանց մեջ ապրելով սիրելիներ ջան, որոնք աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց ինչն են ուրացած, բայց նրա իրական զորությունը, իրականը ինչ է ներած, ուրացած են, սիրելիներ ջան, կորցրած են, չկա այսպիսի բան իրենց մեջ է։ Դրա համար այս վերջի օրերի մեջ թող Աստված մեզ օգնե, որովհետեւ մենք նմանվենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեր Հիսուսը, ինչպես սկզբի համարը կարդացի Մատթեոս ավետարանի, որ Տեր Հիսուս ինչ այնում, մեզ հրավիրում է դեպի իրեն։ Եվ ասում է, եկեք ինձի, եւ ինձանից սովորեք, որ ինչ եմ, որ հեզ եմ եւ սրտով խոնար, որբիսի հավիտենական կյանքը, որբիսի ձեր մեջը ունենաք հանգստություն։ Այսօր ոչ մի տեղ նորից եմ հիշեցնում, ոչ մի տեղ չկա հանգստություն, քույրեր եղբայրներ։ Միակ ու միակ ինչպես եղբայրը հիշեցրավ, Տիրոջ տան մեջ է, Տիրոջ ներկայության մեջ է այս հանգստությունը։ Սրա համար պատահական չէ։ Իզուր չէ որ Տեր Հիսուս Քրիստոս մեզ ամենքից իրեն ճանաչողներին, իրեն գիտեցողներին հրավիրում է դեպի իրեն, քույրեր եղբայրներ, որովհետեւ ունենանք հավիտենական կյանքը։ Դրա համար Տերը ես կուզենամ մեկ կարճ ներկայացնեմ այն մասին, որը շատ խանգարում է հոգևոր կյանքին, աստվածապաշտությանը խանգարում է սիրելիներ։ Դա ինչ խոսքի եղբայրները շատ անգամ զրուցած են, խոսացած են, այդ խնդիրը սիրելիներ ջան, հբարդությունն է։ Շատ անգամ այդ հբարդությունը մեզ արգելք է հանդիսանում դեպի Տիրոջը մոտենալու։ Այդ հբարդությունը պատճառը հանդիսանում, որ մենք հեռանանք Աստծուց։ Դրա համար Հակոբոսը իր թղթերի մեջ գրում է հետևյալ կերպ, որ Աստված ինչ է անում, խոնարհներին շնորհք է տալիս, բայց ամբարտավաններին, հբարդների ճանապարհը ինչ է անում Աստված, քանդում է, խապանում է, կործանում է, սիրելի ժողովուրդ ջան։ Եթե այսօր մենք կամ այստեղ գտնվողներիցս որևիցե մեկս եղբայրներ քուրեր ցանկանում ենք, որ Աստված մեծանա, Աստված փառավորվի, պետք է Տիրոջը մոտենանք։ Կա մեկը, որ ուզում է Աստված մեծանա եւ փառավորվի, Աստված երևա, ամեն։ Տեր Հիսուսը ասում է, դուք աշխարհի աղն եք, դուք լույսն եք, դուք բաց նամակ եք։ Մեկ հաղակ, որը լեռան վրա է կառուցած, ինչ չի կրա լինի, չի կրա ծածկվի, չի կրա թակ կենա, քուրեր եղբայրներ։ Մենք այո, այն ժողովուրդն ենք, այն մարդիկն ենք, որ պետք է ցույց տանք Աստծուն, որպեսզի Աստված մեծանա, Աստված փառավորվի, սիրելիներ։ Դրա մասին գրված է Եսայի մարգարեության 2-րդ գլխի մեջ, թող Աստված օգնի ամեն մեկիս, որպեսզի մենք կրանանք խոնարհվենք, խոնարհում ցուցաբերենք դեպի Աստված։ 2-րդ գլխի մեջ Եսայի մարգարեության 2-րդ գլխի 11-րդ խոսքից գրված է, որ պետք է մարդս ինչ անի, պետք է մարդս ցածրանա, մարդս պետք է փոքրանա, որպեսզի Աստված մեծանա, Աստված փառավորվի, սիրելիներ։ Գրված է այսպես 2-րդ գլուխ 11-րդ խոսքից, որովհետև այս մարդի մեջ սիրելիներ ինֆորմացիան գալիս է աչքերի միջոցով եւ մի քանի բաների միջոցով։ Դրա համար մարգարեն այսպես հիշեցնում է, որ մարդիս ամբարտավան աչքերը ինչ պիտի լինի, պիտի խոնարհվի, մարդոց հպարտությունը պիտի ցածրանա, այն օրը միայն Տերը պիտի բարձրանա, սիրելիներ։ Ինչը մարդիս ամբարտավան աչքերը պետք է խոնարհվի, մարդոց հպարտությունը պետք է իջնի, որպեսզի Աստված մեծանա եւ փառավորվի։ Հիշում ենք մենք, երբ որ Հովհաննես Մկրտիչը մկրտություն էր կատարում, աշակերտները իր մոտ գալով ասեցին, որ Հորդանանի այն մյուս կողմում էլ Հիսուսն է մկրտություն անում, եւ Հովհաննես Մկրտիչը իր աշակերտներին հետեւյալ խոսքը ասավ։ Այդ մասին կարծեմ Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի մեջ է գրված, որ այո, այդ մարդն է, որ պետք է գա եւ ճիշտ է, ինձանից առաջ էր, բայց նա ինձանից հետո գործողությունները կատարեց, գործերը, բայց օրեցօր ինքը ինչ պետք է լինի, պետք է բարձրանա եւ ես օրեցօր ինչ պետք է անեմ, պետք է ցածրանամ, պետք է փոքրանամ, պետք է իջնեմ։ Այսօր քուրեր եղբայրներ ջան, այն նշանակություն չկա, թե մենք ինչպես ենք կանչված, ոնց ենք կանչված, չէ, Հովհաննես Մկրտիչը ուներ մարգարեական խոսքը իր համար, չէ, որ կանչված էր, ընդրված էր, չէ, մեծ հրաշքներ տեղի ունեցավ այս անձնավորության կյանքում, բայց այս անձնավորության մասին Տեր Հիսուսը ինչ էր ասում։
Սմեր որ մարգարեներից իրան նմանը չկանի, բայց երկնքի արքայությունում ամենափոքր իրենից ինչա, իրենից մեծ է, բայց այս անձնավորությունս մեր այո, ես օրեցօր պետքա ցածրանամ։ Այսօր եթե մենք սիրելի քուրս, եղբայրս, մենք օրեցօր ցածրացանք, ինչպես Մարգարեն ասում, որ 30 ամոթը մեզ պետքա դարձնենք եւ փառքը պատիվը Աստծուն, այս ժամանակ Աստված ինչ կլինի, Աստված կմեծանա, Աստված կփառավորվի։ Այստեղ Մարգարենը ասում է, որ մարդից ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն, մարդոց հպարտությունը պիտի ցածրանա, մարդոց հպարտությունը ինչ պիտի լինի։ Երբ որ հպարտ ես, Աստված առաջարկը ունի, սիրելիներ ջան, որ քեզ ինձ պետքա ցածրանալ, որովհետեւ Աստված բարձրանա։ Ինչպես Հակոբոսի թուղթը Հակոբոսը հիշեցնում է, որ Աստված խոնարհներին է շնորհ տալը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը ինչ այն է, քանդում է, խափանում է, անհաջելի է, սիրելիներ ջան։ Եվ երկրորդ տեղը, որը նույն Եսայի մարգարեության նորից երկրորդ գլխի մեջ է գրված, հետևյալն է 17-րդ համարը, մարդոնց ամբարտավանությունը պիտի ցածրանա, մարդոց հպարտությունը պիտի խոնարհվի, այն օրը Տերը պիտի բարձր լինի, սիրելիներ ջան։ Երբ որ մարդկանց հպարտությունը ցածրանա, իջնե, այդ ժամանակ Աստված պետք է մեծանա, Աստված փառավոր պիտի լինի։ Դրա համար թող Տերը մեզ օգնե, որովհետեւ մենք սիրելի քուրս, եղբայրս Տիրոջ կամքի համեմատ, իր խոսքի համեմատ ապրենք, որովհետև առագած գրքում էր այսպիսի համար կա, մեր ամեն մեկի համար։ 29-րդ գլխի 23-րդ խոսքից այսպես հիշեցնում է առագագիրը։ Մարդուն հպարտությունը զինք կկործանե, ինչ կանե, երբ որ մարդս հպարտ է, այս հպարտությունը ինչ այնում իրան, այս հպարտությունը իրան կործանում է։ Մենք կնայենք, մեկ կաշ կնայենք մի երկու տեղ, սիրելիներ ջան, որ իրապես մարդիկ կային, որոնք ընդրված էին, կանչված էին, որոշված էին, նույնիսկ թագավորներ, սիրելի ժողովուրդ, բայց երբ որ այս մարդիկ, այս անձնավորությունները չխոնարհվան, Աստծու առջև այսպես չցածրացան, ինչ եղավ, իրանց կործանումը գրված է, մեծ եղավ։ Մարդուն հպարտությունը զինք կկործանե, երբ որ մարդս հպարտ է, ինչ այն է, կործանվում է, բայց հեզահոգի մարդը փառք կվաստակի, բայց հեզահոգի մարդը ինչ կվաստակի, փառք կվաստակի, սիրելիներ։ Տերը թող օգնե, որովհետեւ մենք հնազանդվենք Տիրոջը, իր խոսքի համեմատ ապրենք իրեն հաճելի կյանքը, իրեն ամեն բաների մեջ հաճեցնելով, սիրելի ժողովուրդ։ Այդ մասին գրված է երկրորդ մնացորդած 26-րդ գլխի մեջ, օրինակա բերած, երևի թե ամբողջ գլուխը ես չեմ ընթերցել, 26-րդ գլխից կխնդրեմ, որպեսզի տունը կարտանք, ընդերցենք, նայենք, միտք առնենք, եղբայրներ, քուրեր ջան, միտք առնենք եւ որովհետեւ այս ամեն մեկի մար կրա վառ օրինակներ լինի, մեզի ուղղելու, մեզի կրտելու, մեզի դաստիարակելու, մեզի առաջնորդելու դեպի Հիսուս Քրիստոսը, Հիսուս Քրիստոսին նմանվելու, սիրելիներ։ Գրված է 26-րդ գլխի առաջի համարներից եմ ես ուզում կարդամ։ Բոլոր Հուդայի ժողովուրդը Ոզյան առան, Ոզյան մարդ էր, անձնավորություն էր, որ 16 տարեկան էր եւ Զանիկա իր հոր Ամասիայի տեղ թագավոր դրեցին։ Ինչ երեցին, իր հոր Ամասիայի տեղ այս մարդին դրեցին թագավոր, քուրեր եղբայրներ Ոզյային։ Եվ այս անձնավորությունը գրված է, ես չեմ կարդում ժամանակի բերումով, թող Աստված օգնե, որպեսզի այս անձնավորության մասին, այս մարդի մասին միտք առնելով կրանանք մենք դասեր քաղենք, որպեսզի սրա օրինագին չհետևենք։ Գրված է, չէ, բոլոր թագավորները ում կողմից է դրված։ Աստծու կողմից դրված է, ամեն բոլոր թագավորները դրված է Աստծու կողմից, եւ այս անձնավորությունն էլ Ոզյանն էլ Աստծու կողմից դրված թագավոր էր։ Եվ իհարկե տեսնում ենք այս անձնավորության գործունեությունը Իսրայելի համար, իր պետության համար, իր ազգի համար, սիրելիներ ջան։ Ինչ երավ։ Նախ այս անձնավորությունը առաջի հերթին իր սիրտը ինչ երավ։ Իր սիրտը դարձավ դեպի կենտանի Աստծուն։ Ուղղություն երավ։ Շատ քչերն են, շատ քիչ թագավորների մասին է գրված, որ այս մարդիկ ուղղությամբ քայլեցին, հետևեցին
Աստծո կամքին, Աստծո խոսքին հետևեցին, ճշմարտության վարվան, ճշմարտության թակավորություն երեցին, սիրելիներ։ Այս անձնավորությունն էր առաջի հայացքից այդպեսին էր։ Հիմա Ոզյան ինչ երավ։ Ոզյան 16 տարեկան էր, երբ որ թակավոր եղավ, ուղղություն երավ Տիրոջ առջև, Տիրոջ աչքի առջև ուղղություն երավ, եւ գրված է ինչ երավ, շատ բարելավումներ, շատ օգուտներ տվավ Իսրայելին, սիրելիներ ջան, Տիրոջ աչքի առաջ ուղղություն երավ։ Տիրոջ երեսը փնտրեց այս անձնավորությունը, փնտրելով Տիրոջ երեսը կառուցեց շատ քաղաքներ, երկրի մեջ, Իսրայելի մեջ ժողովրդի մար քաղաքներ կառուցեց, այսպես լավ բարելավումներ ունեցավ, իր սահմանները բարելավեց, բերտեր կառուցեց, այսպես սահմանաբաժիններում, այսպես բերտապահ զորքերը շատացրավ, կառուցեց, ժողովուրդ ջան, սահմաններ դրավ, այս անձնավորությունը այգիներ տնկեց, իր ժողովրդի մար, բերքի մար, առատության մար այսպեսի բաներ երավ, ջրհորներ շատ փորեց այս մարդը, տեսնում ենք ինչպիսի անձնավորություն էր, իր զորքը շատացրավ, մտածեց իր զորքի ապահովության մասին, այսպիսի գործողություններ կատարեց այս մարդը, քուրեր եղբայրներ, եւ այս անձնավորությունը զորացավ եւ այս մարդի անունը դե բնականաբար, երբ որ այս սկսկան գործողությունը կատարեց, այս մարդի անունը համբավը ինչ երավ, իր տարածքից Իսրայելից նաեւ ընդարձակվավ, չէ՞։ Իմանային որ այս մարդը լավ ղեկավար է, վերջապես լավ թակավոր է, երկրի մար այսքան բարելավումներ ներավ, ժողովուրդ ջան, քաղաքներ սարքեց, սահմանները, այգիները, ջրհորները, վերջապես զորքը շատացրավ, այսպես ուժովցավ այս անձնավորությունը, քուրեր եղբայրներ, բայց գրված է որ այս ամեն բանից հետո ինչ տեղի ունեցավ, այս մարդի սիրտը Աստծո դեմ հբարդացավ, սիրելիներ, լավ բաներ էր, շատ լավ բաներ էր, փառքը Տիրոջը, սիրելիներ ջան, շատ լավ թակավոր էր, լավ անձնավորություն էր, բայց 16-րդ խոսքից գրված է այսպես, բայց երբ որ ուժովցավ, անոր սիրտը հպարտանալով չարություն երավ, եւ իր Տեր Աստծո դեմ հանցանք գործեց։ Քուրեր եղբայրներ, իրապես շատ նորից եմ, ես շատ անգամներ կարդացել եմ Սուրբ Գիրքը եւ շատ քչերն են, շատ քիչ թակավորներ են այսպիսի բարելավումներ երել իրանց երկրի համար, պետության համար, բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ այս անձնավորության սիրտը ինչ եղավ, հբարդացավ, քուրեր եղբայրներ, եւ ո՞րն էր այս հբարդությունը, այս անձնավորության, հետեւյալն էր, բայց երբ որ ուժովցավ, անոր սիրտը հբարդացավ, չարություն գործեց եւ իր Տեր Աստծուն դեմ հանցանք գործեց եւ Տիրոջ տաճարը մտավ, որպեսզի ինչ ենե, խունկի սեղանի վրա խունկ ծխե։ Եվ ինչ երավ այս անձնավորությունը։ Աստծո տաճարը մտավ, որպեսզի խունկ էլ ծխե, սիրելիներ, միթե չկաներ, խունկ ծխող չկանեին, քահանաները, քահանապետը, քահանաներ չկանեին, միթե չկանեին, սիրելիներ։ Այստեղ լավ, թող ուշադրություն մեկ դարձնեմ։ Կային, Սուրբ Գիրքը մեզի հիշեցնում է, դրանից հետո համարները ներկայացնում է, որ կային քահանայապետի կար, քահանաների կային, սիրելիներ ջան, անոր, երբ որ մտավ, անոր հետևից Ազարիա քահանան մտավ։ Անոր հետ Տիրոջ 80 քահանաներ, որոնք զորավոր մարդիկ էին։ Նաև կային քահանաներ, թե չկային։ Մի հոգի չէին, երկու հոգի չէին, 80 քահանաներ կային, կար քահանայապետ։ Եվ այս անձնավորությունները, սիրելի ժողովուրդ, թակավորին սիմվոր, թակավոր, քեզի այս գործողությունը, քեզի այս ինչ է, օրինավոր չէ, բայց այս անձնավորությունը հաշվի չառավ, այսպես ասած բանի տեղ չդրավ ժողովրդին, քահանաներին, եւ ինչ երավ, այդ խունկ ծխելու ժամանակ գրված է, որ Աստված ինչ երավ, Աստված խփեց այս մարդին, ժողովուրդ ջան, այս մարդին խփեց եւ այս անձնավորությունը լինելով թակավոր մարդ, բորոդությամբ լցվավ եւ սմա մինչեւ իր կյանքի վերջը, ես չեմ ընտերցում, Տերը օգնե, որպեսզի գնալով տուն կարտակ տեսնիկ, որ իրապես այս անձնավորությունը թեև այսքան լավ բաները կատարել էր, արել էր, բայց երբ որ իր սիրտը հբարդացավ եւ խունկ ծխերն էլ ուզեցավ, սիրելիներ ջան, այսպես մեղանչեց, մեղ գործեց Տիրոջ դեմ, Աստված ինչ երավ այս մարդին, Աստված
խփեց եւ այս մարդը սիրելիներ ջան մինչեւ իր կյանքի վերջը գրված է առանձնատան մեջ բնակվավ ապրավ եւ բորոդությամբ լեցվավ սիրելիներ դրա համար թող Աստված օգնե որովհետեւ այս օրինակները մեզ ամեն մեկից համար խրադեն որովհետեւ մենք չար բաների ցանկացողներ չլինենք այլ Տեր Հիսուս Քրիստոսից սովորենք լինել հեզ լինել սրտով խոնար եւ մի 3 համար էլ ես կկարդամ եւ մենք աղոթքով գկանք Տիրոջ առջև սիրելիներ ջան Աբդայի մարգարեության մեջ առաջի գլխի մեջ գրված է այս օրինակները Աբդայի տեսիլքը ուրեմն Եդովմի մասին Աբդայի տեսիլքը Տեր Եհովան Եդովմի համար այսպես կսե Տիրոջմե լուր լսեցինք եւ ազգերում դեսպաններ ղրկվեցավ ասելով Ելեք եւ անոր դեմ պատերազմի ելնենք Ահա քեզ ազգերու մեջ պստիկցուցի ուստի դու խիստ պիտի անարգվիս քո սրտի հբարդությունը քեզ խապեց Այս մարգարեության մեջ այս գրքի մեջ ներկայացնում է Եդովմի մասին սիրելիներ ջան Եդովմը Եսավի սերունդն էր որը բնակվում էր Եգիպտոսից դեպի արևմուտք սիրելի ժողովուրդ Եվ այս ժողովուրդը իրենց բնակարանները հաստատել էին ժայռերի վրա Դրա համար այսպես սմա Ելեք եւ բանակ կազմեք որպեսզի Եդովմի դեմ ինչ անենք պատերազմի գնանք ելեք եւ անոր դեմ պատերազմի ելնենք Ահա քեզ ազգերու մեջ պստիկ ցարկեցի ուստի դու խիստ պստիկ երեցի քեզ դու խիստ պիտի անարգվիս քո սրտի հբարդությունը ինչերավ քեզ խապեց Ով ժառերի խորոշներու մեջ բնակվող իրանց բնակարանները քաղաքները տները ուր են կառուցել եղբայրներ քուրեր ջան ժառերի խորոշներում են կառուցել եւ մտածում են որ չկա իրանց այսպես նեղություն տվող իրանց այսպես հաղթող չկանի բայց Տերն ինչ էր ասում քո սրտի հբարդությունը քեզ խապել է որ դու ժառերի խորոշներու մեջ ես բնակվում ու բարձր բնակարաններ ունեցող որ սրտիդ մեջ կսես ով զիս գետինը պիտի իջեցնե թեև Աստված ասում է դու քո սրտիդ մեջ խորում ես ասում ես թե ինձով իջեցնե այս բարձրությունից ինձով իջեցնե դու քո սրտիդ մեջ ասում ես ու բարձր բնակարաններ ունեցող ես դու որ սրտիդ մեջ կսես ով զիս գետինը պիտի իջեցնե թեև Աստված ասում է թեև արծիվի պես բարձրանաս բույնը աստղերու մեջ դնես որտեղ դնես Աստղերի մեջ բույնը դնես Տերն ինչ ասեմ բույնը աստղերու մեջ դնես քեզ անկե պիտի իջեցնեմ կսե Տերը որովհետև իշներ պատճառը եղբայրներ քուրեր որովհետև այս ժողովուրդը այս ազգը իրենց վրա են վստահությունը իրենց վրա են դրել սիրելիներ ջան եւ մտածում են որ իրենց քաղաքները իրենց բնակությունը ժառերի կադարներում է բայց Աստված ասում է որ Եդով ով անznավորություն քո սրտի հբարդությունը քեզ ինչ այրե քեզ խապելա ես թեգուս արզիվների թևերի վրով էլ բարձրանաս թեգուս քու բնակարանը դնես աստղերի վրա ես քեզ ինչ պետք է այնտեղից իջեցնեմ որովհետև դու խոնար չես որովհետև դու հբարդ անznավորություն ես այսօր այս օրինակները ինչա ցույց տալը մեզ եղբայրներ քուրեր եւ այս օրինակներով Աստված ինչա ուզում մեզանից Ուզում է որպեսզի մենք խոնարհվենք դրա համար նորից հիշեցնելով Հակոբոսի թուղթը կաղոթենք Այսպես ասում Աստված խոնարհներին շնորհք է տալիս բայց ամբարտավանների հբարների ճանապարհը ինչ այնեմ խափանում է ուրեմն առաքյալ նսում է հնազանդվեցեք Աստծո ձեռքի տակ ուրեմն այսօր պետք է հնազանդվենք Աստծո ձեռքի տակ քուրեր եղբայրներ Տերը թող օգնե որպեսզի մենք այս օրինակներով Սուրբ Հոգու օգնությամբ Սուրբ Հոգու այցելությամբ որովհետև Սուրբ Գիրքն ասում է որ Աստված խոսում է ուրեմն մեր սրտերը ինչ չպետք է այնենք չպետք է խստացնենք ինչպես բարգության օրումը Տերը թող օգնե որպեսզի մենք լսենք այո ինչպես եղբայրը հիշադակեց ոչ միայն լսողներ լինենք այլ խոսքը կատարողներ լինենք ամեն աղոթքով գանք Տիրոջ առջև խնդրենք Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը ամեն